Անիկ ջուր էի ուզել։ Այդ ժամացույցը գոնե վերցրու սեղանից։ Քեզ ինչ եղավ։ Ես էլ չեմ կարում Սակո։ Էլ դիմանալու չի։ Ես էլ եմ մարդ։ Այնքան եմ լռե ասելիքներս եկել են, հավաքվել են կոկորտս ու ինձ խեղդում են։ Քեզ թվում է ես չեմ մտածում։ Չեմ վախենում։ Թե մենակ դու ես անհանգստանում։ Բայց ես էլ չեմ կարում, Սակո։ Էլ դիմանալու չի։ Անիկ։ Ինչ։ Մեկ կբացատրես, հասկանամ ինչ ես ասում։ Հա։ Կբացատրեմ։ Չնայած խոստացել էի, որ ոչ մի բան քեզ չեմ ասելու, բայց էլ չեմ կարում, Սակո, էլ չեմ կարում։ Հերիքա։ Անիկ։ Ասա, խոսի ինչն է խեղդում քեզ։ Արտահայտվի։ Ինչից ես նեղվում։ Սա ընդամենը ժամացույց է։ Ինչով է խանգարում քեզ։ Խոսի, Անիկ։ Նարե, հանդարտվի, խնդրում։ Քեզ չի վերաբերվում Հայկը ում հետ կլինի։ Դու կապ չունես իր հետ, կապ չունես։ Ու հիմա ինչքան եք շարունակելու իրար հետ չխոսել։ Լիլես սովորական կապրիզ չի, ուղղակի Հայկը իմ հանդեպ շատ սխալ է իրան պահում։ Ու քեզ թվում է չխոսալը լավ լուծում, հա։ Լիլ հո հավերժ չի իմ չխոսալը։ Ուղղակի հիմա չեմ կարա ձևացնեմ, որ ամեն ինչ լավ է։ Սոնա, իրականում այդ ապարաժային երևույթը հաստատ չարժի այնքան, որ այս խեղճ հրաշք տղուն այսքան նեղացնես։ Առավոտից մտածում է, թե ոնց պետք է տրամադրությունդ բարձրացնի։ Որովհետև գիտի, որ մեղավոր է։ Ու չարդարացնես, որովհետև դու շատ բաներ կա, որ չգիտես։ Լավ, արի գնանք բակ։ Կլինի բարձրանանք իմ սենյակ։ Չէ, չի լինի։ Հազիվ եկել եմ ձեր տուն, հազիվ Հայկի հետ շփվում եմ, ու ոնց տեսնում ես ինքն էլ դեմ չի։ Ոյ, ոնց որ բախտից վրա հատուկ քար գցես։ Հայկը բախտը տա։ Հա, ասա որ սազում ենք։ Կլինի բան չասեմ։ Նախանձես էլի, միանգամից մտնում ես վատ տալի դերի մեջ։ Արի գնացինք բակ։ Խոսա, Անիկ։ Բացատրության եմ սպասում։ Նայում եմ այդ ժամացույցին ու ամբողջ կյանքս աչքիս առաջով անցնում։
Այդ ժամացույցը քոնը չի սակում։ Ինչ ես մոտդ պահում։ Մինչև հիմա բա ես քեզ չեր խանգարում։ Հա, իսկ հիմա խանգարում եմ։ Ինձ հիմա անցյալի հետ կապված ամեն ինչ էր խանգարում։ Որովհետև այդ անցյալը եկել է մտել է իմ տուն, լցվել է իմ տուն։ Խանգարում է իմ երեխեքին, սպանում է իմ երեխեքին։ Դու թեման մի փոխի։ Ժամացույցից ես խոսում։ Դու տեսնում ես քո երեխեքին, նկատում ես, թե նայում ես ու անցնում ես առաջ։ Երկուսն էլ վատ են, երկուսի համար էլ նշանակություն չունի ոչ այս տունը, ոչ էլ աշխատածդ փողը, որովհետև երջանիկ չեն, վատ են, սակո։ Հենց այդ անցյալի պատճառով։ Ու ինչ կապ ունի այդ ամեն ինչը ժամացույցի հետ։ Այս Աշոտի ժամացույցն է, չէ։ Հետո ինչ։ Հետո այն, որ ես չգիտեմ ինչի, աչքի լույսի պես այդ ժամացույցը քո մոտ ես պահում։ Ինչի համար։ Այն մարդու ժամացույցը, որ քո խայտառակությունն է եղել։ Որի մասին նույնիսկ բառ չէիր թողնում խոսեինք։ Որի տղեն քո տղուն է սպանել։ Ասա, ինչ է իր ասում։ Խոսի, ասա մինչև վերջ։ Խոսի, լսում եմ։ Մամ, ինչ ա եղել։ Հիմա ինչ, Սոնան մտածում է հորը ամեն ինչ դու ես հասցնում։ Ախպերս ինչի Սոնան իր հորը չի ճանաչում։ Չգիտես ոնց, եթե Սոնայի կողքը տերևն էլ շարժվում է, քեռին իմանում է։ Բայց ասում եմ լավ է, չէ՞, սա աղջիկը եկավ, գոնե մի քիչ իրավիճակը կարգավորվեց, քուրդ գոնե սենյակից դուրս է գալիս։ Հա, մնում է մի քիչ տրամադրությունն էլ բարձրանա ու վերջ։ Բայց այս Լիլիթը կրակ է։ Զգում ես քեզ ոնց է նայում։ Երևի աչքերով։ Ես հումորել ես անում դու։ Չէ, ախպերս ուղղակի չգիտեմ էլ քո անիմաստ ենթադրություններին ոնց պատասխանեմ։ Երեխեք կուզեք ինչ-որ ուտելու բան պատվիրենք, ուտենք։ Չէ, ես սոված չեմ։ Իսկ ես սոված եմ։ Սոնեն քո սիրած սուշիից էլ չես ուզի։ Չէ։ Իսկ ես կուզեմ։ Լիլի, դու սուշի չես սիրում։ Ոչինչ։ Բա խորոված։ Այ ապրես։ Թե չէ ինչ սուշի, ժուլիեն ուտում եք ոչ էլ կշտանում եք։ Այ գարան խաշլամա կամ խորոված խոզի լիներ։ Մի բան ուտեինք, մի բան հասկանայինք։ Չնայած սուշին էլ է շատ լավ ուտես, չէ Հայկ ջան։ Մամա, ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Ուղղակի խոսում ենք։ Մենք դեռ կշարունակենք։ Մամ, կբացատրես հասկանամ ինչ ա եղել։ Ես էլ չեմ դիմանում նորը։ Ինձ թվում է, որ հեսա ամեն ինչ կպատմեմ, ամեն ինչ կասեմ։ Ձեզ բոլորի թվում է, որ ինձ հեշտ է, դու ինձ 1000 անգամ ասել ես, որ իմ կարծիքը չունեմ։
որ մենակ հորդ եմ լսում։ Բայց ես անգամ շնչելուց եմ մտածում ձեր մասին։ Մտածում եմ այս տան խաղաղության մասին։ Ամեն մի բառը ասելուց նայում եմ ձեր երեսին, որ հանգարտ չնեղացնեմ։ Բայց էլ չեմ կարող։ Հերիքը ամեն չենքան վատը, որ նույնիսկ իմ սուքը լարժեք չեմ կարող ապրել։ Մամ, վրամտաննա։ Պրոմոս։ Ճիշտ ես։ Ես կարող եմ Հեսուս կմանամ։ Մենակ թե երեխես չիմանա դրա մասին։ Ոչինչ։ Հետո էլի կասեք, որ ես կարծիք չունեմ։ Արի գնանք իմ սենյակը։ Վայ, մի հատ ուշքի եկեք, հա։ Իբր հավաքվել ենք մի սեղանի շուրջ, որ իրար հետ խոսենք, շփվենք, բայց ոչ մի բան։ Հետո Լիլ, կասես ինչ ես ուզում։ ասեմ, Սոնա ջան։ Այս աղջիկը լրիվ մեր դասարանից է։ Ինչ, եկեք իրար հետ հիշենք մեր հին ու բարի մրոցին։ Համ մանկությունը կհիշենք, համ ուրախ ժամանց կանցկացնենք, համ էլ ինչի չկցրվենք։ Ես փաս։ Ես էլ չեմ ուզում խաղերի հավես չունեմ։ Սոնա ջան, ոնց որ ախորժակը ուտելուց է բացվում, նենց էլ խաղալուց արդեն հավեսը տեղ է կգա։ Դրա համար երկուսդ էլ պատրաստվեք։ Ճիշտ է ասում Վարոն, այնպես որ եկեք միասին խաղանք։ Հայկո, Ուֆ, ինչ վատն եք։ Ես էլ այնքան լավ տրամադրությամբ էի եկել։ Մտածում եմ, հեսա միասին կխաղանք, լավ ժամանակ կանցկացնենք, ձեր տրամադրություններն էլ կբացվի, բայց փոխարենը իմ անկավ։ Դե լավ, ես էլ գնամ ներսից իմ հեռախոսը բերեմ, որ գոնե մի բանով զբաղվեմ։ Ասենք Վարո ջան, դու ինձ ոնց ես պատկերացնում մրոցի խաղալուց կբացատրես։ ես էլ նենց առավոտ արթնանում էի, որ մրոցի խաղայի, չէ, այդ նպատակով էի արթնանում։ Աղջիկը բանը առաջարկեց անեինք, համ էլ Սոնայի տրամադրությունն էլ կբացվի։ Լավ, ես գնում եմ ջուր խմելու, կուզեք ջուր բերեմ ձեզ։ Չէ։ Չէ, շնորհակալ եմ։ Կհամաձայն են։ Հաստատ։ Կասկածում ես։ Հա։ Լիլիթ ջան, դրա ճիշտ պատասխաննա չէ, հասկացար։ Չէ։ Լուրջ։ Չէ։ Հա։ Ձեռս առնում։ Բայց մի թեթև։ Լավ, արի չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Դեպքը շատ լուրջ է, երկուսն էլ հանձնվող չեն։ Դու արդեն հանձնվում ես։ Էլ իմ ռիսկը որն է, որ ես հանձնվեմ։ Սխալ էր Լիլիթին այստեղ կանչելը։ Հա, ես էլ հասկացա։
խեղճ աղջկան դրեց հիվանդության մեջ։ Ինքը ամեն ինչ չգիտի։ Ու պետք էլ չի, որ ամեն ինչ մանրամասն իմանա։ Դրա համար էլ չի հասկանում, թե ինչ եմ քեզանից այսքան նեղված։ Սոնա, իմ ու Նարեի մասին ինչ որ մտածել ես սխալ է։ Ես հիմա չեմ ուզում ու չեմ էլ պատրաստվում արդարանալ։ Բայց դու սխալ ենթադրություններ ես արել։ Ես երևի գնամ։ Մեկայում գալով ոչինչ չփոխեցի։ Լավ, ես համաձայն եմ, Մարի, խաղանք ինձ թվում է 3-ով կստացվի։ Բայց ինչի 3-ով։ Հայկո։ Ինչի ինձ ուրիշ տարբերակ եք թողնում։ Ոնց որ թե չէ։ Ճիշտն ասած, ձեր դարակներից լավ տարբերակ չեմ գտել, բայց ինձ թվում է այս լուցկու տարբերակը շատ լավն է խաղի համար։ Իրար կմրենք։ Ինչ լավ բան եմ մտածել։ Մինչև հիմա բա ես քեզ չէր խանգարում։ Հա, իսկ հիմա խանգարում է։ Ինձ հիմա անցյալի հետ կապված ամեն ինչ էր խանգարում է։ Որովհետև այդ անցյալը եկել է, մտել է իմ տուն, լցվել է իմ տուն։ Խանգարում է իմ երեխեքին, սպանում է իմ երեխեքին։ Դու տեսնում ես քո երեխեքին, նկատում ես, թե նայում ես ու անցնում ես առաջ։ Երկուսն էլ վատ են, երկուսի համար էլ նշանակություն չունի ոչ այս տունը, ոչ էլ աշխատածդ փողը, որովհետև երջանիկ չեն, վատ են, Սաքո, հենց այդ անցյալի պատճառով։ Ու ինչ կապ ունի այդ ամեն ինչը ժամացույցի հետ։ Այս Աշոտի ժամացույցն է, չէ։ Հետո ինչ։ Հետո այն, որ ես չգիտեմ ինչի, աչքի լույսի պես այդ ժամացույցը քո մոտ ես պահում։ Ինչի համար։ Այն մարդու ժամացույցը, որ քո խայտարակությունն է եղել։ Որի մասին նույնիսկ բառ չէիր թողնում խոսեինք։ Որի տղեն քո տղուն է սպանել։ Մամ ջան, խնդրում եմ քեզ, շատ եմ խնդրում, ինչ էլ որ լինի, երբեք պապային չասես այդ մասին։ Մամ, լսում ես։ Հա, բալես չեմ ասի։ Դու հասկացի, ինչքան շատ մարդ իմանա, այնքան ավելի է տարածվելու։ Մի կողմից Վռամը, մյուս կողմից Հայկը։ Դու հասկանում ես ինչ կկատարվի Հայկի հետ։ Մարդը ամբողջ կյանքում ատել է սեփական հորը, որովհետև մտածել է հերը իրան թողել է, գնացել է, բայց պարզվում է սպանել են այդ մարդուն։ Մենք շատ վատություն ենք արել Հայկին, բայց այս ամեն ինչը արդեն չափից դուրս է։ Բալես, այսօր ուրիշ բան չի եղել, դուրս չես գալի։ Լավ, ես գնամ։
Տես վերջ։ Այս անգամ փրկվեցի։ Տեսնենք վերջին լուցկինում ա հասնելու։ Բեբե։ Բայց ախպերս դեմքի տեղ չմնացել, ուր տիքսենք ես մուրը։ Իրան տենց մրոտել ես ազում։ Վայ Լիլիթ ջան, շատ զգացված եմ։ Ինչը մի բան ինչ ասեցի։ Թե ուղղակի Հայկի նմանատիպ կոմպլիմենտ առաջին անգամ էին անում։ Արո ջան, մեր անցած օրերը հիշի, հա։ Մի անգամ էր, բայց լավ։ Հերիքա։ Իրականում ապրես շատ Լիլիթ ջան, որովհետև վերջին անգամ չէի հիշում, երբ էինք այսքան ուրախացել։ Բա տեսակ, որ ասում էի լավ անցնելու, չենք ուզում տրամադրված չենք։ Տեսակ ինչ լավ անցավ։ Մի հատ էլ նկար։ Լիլիթ ջան, կներես, բայց ես ընդհանրապես չեմ սիրում նկարվել։ Բայց արդեն ուշ է ախպերս։ Հայկից դու Instagram ունես։ Ունեմ, բայց չունեցածի հաշիվը այս քանի տարի չեմ մտել, երևի ինքն իրան ջնջվել է։ Վա ինչ լավ է, ես էլ նեղվում էի, այդքան ման եմ եկել, գիտես ինչքան եմ ման եկել։ Բայց ինչի համար ես այդքան ման եկել։ Որ բլոկ անի, ուրիշ ինչի համար ախպերս։ Ահա ճիշտ է։ Ինչն է ճիշտ։ Ուղղակի հետաքրքիր էր։ Վալես, գիտեմ, որ քնած չես, մեկ ամոտոտ։ Պատրաստում եմ արդեն, որ քնեմ։ Մի տեսակ ես, անտրամադիր ես։ Չէ, ուղղակի հոգնած եմ երևի, տենց տպավորություն է ստեղծվում։ Երևի։ Պապան քեզ հարցեր տվեց։ Ամեն ճարանում եմ, որ դեմ արդեմ դուրս չգանք։ Ինքս իմ տան մեջ գաղթագող եմ գալիս։ Սպասում եմ, որ քնի նորն են ճարան մտնեմ։ Բայց ինձ թվում է տենց խուսափելով շատ ավելի վատ, որովհետև կասկածները կխորանան։ Հա, բայց ինքս իմ վրա չեմ կարողանում նարել։ Հենց տեսնեմ պապայիդ մի անգամից, նենց եմ լարվում էր դուսուս։ Ես արդեն քնեմ, հոգնած եմ։ Նարե, դու հորքորիցդ ինչ-որ տեղեկություն ունես։ Ինչի ես հարցնում, մամ։ Դու էլ ես սկսել անհանգստանալ։ Դու էիր չէ ինձ ասում, որ չհետաքրքրվեմ ու չխառնվեմ։ Հիմա ինչ եղավ, որ որոշեցիր հարցեր տաս։ Լավ, մոռացի, վերջ։ Բարի մոտս։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարքի քնի հենց իմը։ Արդեն ուշ է, հիմա համոզված եմ, որ հանգիստ խղճով կարամ գնամ տուն։ Իսկ եթե չգնաս։ Դե չէ, ոչ չեմ մնա այստեղ։ Հա, բայց ինչ կլինի, այսօր էլ մնա մեր տանը։ Անհարմար ասում։ Լիլ ինչն է անհարմար, առաջին անգամ չի, որ մեր տանն ես մնալու։ Ու հետո ամբողջ գիշեր կխոսենք ու կինո կնայենք։ Նայ, որ համոզում է։
Լիլ, խնդրում եմ, շատ եմ խնդրում։ Լավ, դե գոնե սպասի մամային զանգեմ, որովհետև համոզված եմ պատուհանի մոտ կանգնած սպասում եմ մինչև գնամ տուն հասնեմ։ Դե զանգեմ։ Ավելի տարօրինակ է այն, որ դու ձևացնում ես, թե իբր ոչ մի բան չես հասկանում։ Արմոն մենակ չի, որ հասկացել է ամեն ինչ, ինչ որ կա։ Ուղղակի ես չեմ կարողացել իմ ներսում պահեմ այդ ամեն ինչը ու ինքս ինձ մատնել եմ։ Ես ոչ մի բան չեմ հասկանում։ Հայկ, ինչ ես խաղում։ Ես շատ լավ գիտեմ, որ դու կարդացել ես նամակներս։ Այդ նամակները գրելու պահին ես չէի մտածում, որ մեր ճանապարհները կխաչվեն։ Թող քեզ չթվա, որ ես այս ամեն ինչ ասում եմ, թեթևանում եմ, չէ։ Ուղղակի ես իսկապես շատ երկար եմ պահել իմ ներսում ու էլ չեմ կարողացել թաքցնել։ Բայց այն ինչ որ կա, դա քեզ չի վերաբերվում ու դու կապ չունես դրա հետ։ Ժամանակը ամեն ինչ օգնում է, չէ՞։ Ուրեմն ես էլ մի օր կանցնի։ Պիտի որ անցնի։ Ինչ էլ սիրուն ենք ստացվել։ Այն տարածքից էին զանգել, արդեն պիտի թղթաբանական հարցերով զբաղվենք։ Կզբաղվենք հետո։ Հայկո ինչ հետո, 2 օր ասպես հետո։ Ախպերս քեզ կարող է թվա գժվել եմ, բայց ինձ անհատ թվում է, որ Միքոն ամեն բայի կարող է գա։ Չեմ ուզում տնից երկար ժամանակով բացակայենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ տղաներ։ Բարի լույս։ Լավ քնեցիք։ Շատ։ Ճիշտ է, չհաշված, որ շատ ենք բան բացվել, համարը չենք քնել, բայց շատ լավ էր։ Լիլ, պարտադիր չի, որ ամեն ինչ մանրակրկիտ ներկայացնես։ Ես Հայկից թաքցնելու բան չունեմ։ Բայց մենակ Հայկը չի ստեղ։ Լիլիթ։ Վայ ինչ Սոնա, ինչ ասում եմ, անպայման մի նկատողություն պիտի անես, չէ՞, ոնց որ մամաս լինես։
Լավ, ես սուրճ պատրաստեմ, որ դուրս գամ։ Մենք ձեզ կտանենք։ Վայ, ես ինչքան լայք է հավաքել իմ ու քո նկարը։ Ինչ նկար։ Վայ, որ իմանա ես քան սրտիկ կհավաքի, հաստատ կսկսեմ քո հետ ավելի շատ նկարվել, որ ակտիվս բարձրանա։ Հայտնի ես դարել ախպերս։ Ինչ նկար ա Լիլիթ ջան։ Իմանայի սենց է լինելու մենակ սթորի չէի անի, պոստել կտեղադրեի։ Վայ, Նարեն էլ ա լայքել մեր նկարը։ Մի հատ ցույց տուր, այդ ինչ նկար է։ Ասա որ լավն է։ Լիլիթ ջան, ջնջի ես նկարը։ Ինչի։ Կլինի ուղակի ջնջես։ Հա բայց մի քանի ժամից ինքը իրան ջնջվելու է։ Նենց հա որ Լիլիթ ջան, ինձ դուր չի գալիս, որ առանց իմ իմանալու իմ նկարներից հայտնվում է ինտերնետում։ Ասում եմ ուղակի ջնջի։ Կլինի։ Հա բայց հիմա գիտես, չէ։ Լիլ, եթե դուրը չի գալիս, ուրեմն ջնջի։ Վայ լավ, հեսա կջնջեմ։ Բայց ուրախ նկարը նենց չի ինչ-որ վատ բան էի արել։ Բարի լույս։ Բարի լույս։ Այդ երբ ես արթնացել չեմ զգացել։ Ոչ իրիկունը զգացի երբ ես եկել, ոչ էլ առավոտյան երբ գնացիր։ Դե շատ գործ ունեի, ուշ եմ պարկել ու շուտ եմ զարթնել։ Թե հասկանում ես, որ երեկվա կիսատ մնացած խոսակցությունը պիտի շարունակենք, ամեն ինչ անում ես, որ աչքիս չերևաս։ Չէ, ինչի։ Երեկվա խոսակցությունը կիսատ չի մնացել։ Ինչ ուզեցել եմ, էդ էլ ասել եմ։ Ես իմ երեխեքի մասին եմ մտածում։ Իրանց մասին եմ անհանգստանում ու դրա տեղն ունեմ։ Ուրեմն այդպես, հա։ Հա։ Լավ։ Բա ես ինչի չեմ հավատում քեզ, Անիկ։ Դու ինձ երբ ես հավատացել։ Սոն վերջացնելուց մի ժամ առաջ կզանգես։ Լավ։ Որ մոռանա ես կհիշացնեմ Հայկ ջան։ Ապրես Լիլիթ ջան։ Բարև ձեզ։ Բարև։ Կներեք, որ խանգարեցի ձեր ջերմ զրույցը։ Մենք երեկվանից անդադար ջերմ զրուցում ենք։ Նար ինչ-որ բան ա եղել, չէր ասել, որ գալու ես։ Պրոցեդուրայի եմ գրանցված ձեր մոտ։ Մեր մոտ։ Հա, Լիլիթ ջան, ձեր մոտ։ Ինչ-որ խնդիր կա։ Չէ, ոչ մի խնդիր։ Դե որ այդպես է, եկեք ներս գնանք։ Էս ինչ կինո ես բռնել, այ ախպեր։ Մինչև ականջների ծերը թշնամուտ աղջկան է սիրահարվել, ինքն էլ քեզ։ Բայց երկուսդ էլ հասկանում եք, որ իրար հետ չեք կարա լինեք։ Հեն Լիլիթն էլ ամեն ինչ անում է, որ ուշադրությունդ գրավի, բայց մեկա քո ուշքը միտքը Նարենն է։ Սուս մնա վարո։ Կարող ես ասես, որ հորինում եմ։ Դեմքիցդ պարզ երևում անես խառնվեցիր իրար։ Արժի՞ մի հատ աղջկա պատճառով տենց սփռտնել։ Ախպեր ես ասում հերիք է։ Այդ ցարողական պատասխաններն էլ չլինի, ինչ ես անելու։ Բայց տեսնես ինչի էր եկել։ Մտածում ես պրոցեդուրայի չի եկել։ Արի չմոռանանք, որ քո ու Լիլիթի նկարն էլ ա տեսել։ Լավ, վերջ։
Թեման փակա գնացինք։ Փաստորեն դու այդ մոռացել էիր։ Վարո, ասում եմ սուս մնա։ Մատակարարների հետ արդեն պայմանավորվել եմ, մնացած ապրանքը այսօր արդեն կլսնենք։ Ուր ասար Այկո։ Ինչ էիր ասում։ Հա, Քերի։ Հա, Հայկ ջան, բարև, լավ եք։ Լավ, դու ոնց ես, գործերից ինչ կա։ Հետ եմ գալու այսօր։ Սոնան գիտի։ Չէ, չեմ ասել։ Դե լավ, ես էլ չեմ ասի, որ անակնկալ լինի։ Միկոն եկավ։ Ուր։ Ոնց թե ուր։ Տուն։ Միկոն Հայաստանում է։ Այդ հաստատ է։ Հա, հաստատ է։ Միկոն էս 2 օր արդեն Հայաստանում է։ Լավ, հետո կխոսենք։ Ինչ եղավ Այկո։ Փաստորեն Արմոն ճիշտ էր ասում, Միկոն Հայաստանում է։ Բա ինչ ես որոշել, ինչ պիտի անես։ Դե ինչ պիտի անեմ, ուզում եմ ինքը գար, բայց ո մանկապարտեզ չի, որ խռովեմ ու սպասեմ։ Գյուղ պիտի գնաս։ Հա, Քերին հենց մտավ Հայաստան, միանգամից կգնամ, բայց Սոնային չեմ ուզում մենակ թողնեմ։ Դե կգնանք։ Ալո։ Այգի հետ եմ խոսում։ Հա, ով է։ Միկոյի աղբերն ես, չէ։ Հա, ով ես, ում հետ եմ խոսում։ Լսի, Միկոյի պահով բան կա, որ պիտի իմանաս, ինչքան շուտ այնքան լավ։